Բարև ձեզ, առաջին եթերում հարցազրույցն է։ Այսօր Հայաստանի ոստիկանությունն է հայտարարություն տարածել, որում ասվում է, որ այսօրվանից գործում են Երևանում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների գրանցման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը։ Ընդ որում ոստիկանությունից հայտնում են, որ վարորդներին ճանապարհային ոստիկանությունը հետևելու է երկու կարգի տեսախցիկներով։ Արագության չափման տեսախցիկները գրանցելու են մեքենաների արագությունը, իսկ խաչմերուկներում տեղադրված դիտարկման տեսախցիկները գրանցելու են վարորդների կատարած խախտումները։ Տեսախցիկներն ու արագաչափ գործիքները տեղադրված են տեսանելի վայրերում, իսկ այդ վայրերը կահավորված են նախազգուշացնող ցուցանակներով։ Իմ զրուցակիցը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ տեսախցիկների տեղադրման քարտեզը ինչ սկզբունքով է որոշվել եւ ինչու հենց այդ վայրերում։ Ես չթվարկեմ վայրերը, որովհետեւ արդեն բոլորը գիտեն որտեղ է տեսախցիկ դրված։ Շատ լավ, նախ շնորհակալություն հրավերի համար, անչափ կարևոր այս իրադարձությունը միասին հանրությանը ներկայացնելու համար։ Նշեմ, որ այդ վայրերը ընտրված են ոչ պատահական, իհարկե նախապես կատարվել է համապատասխան ուսումնասիրություններ եւ առավել մեծ վտանգ ունեցող ճանապարհները կամ վայրերը կամ փողոցներն են ընտրվել, որտեղ ավելի շատ են տեղի ունենում պատահարներ, որտեղ հնարավորություն է տալիս տվյալ ճանապարհը կամ մարյուղին ավելի մեծ արագություն զարգացնել, դրանով պայմանավորված նաև ընտրվել են առաջին փուլում որպես առաջնային վայրեր հենց այս վայրերը։ Մարդաշատությունը վայրերի նկատի առնված է, թե ուրիշ սկզբունքով է կարող։ Մի դեպքում մարդաշատությունը, եթե խոսքը գնում է խաչմերուկների մասին, ավելի բանուկ խաչմերուկների մասին է խոսքը, իսկ մարյուղիները բնական է այնպիսի վայրեր են իրենց լայնության փողոցների, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել մեծ արագություն։ Հիմա կարևոր է, ինչու ենք սա անում։ Երկու առանցքային թիրախ կա այսօրվա դրությամբ։ Մեկը, որ ոստիկանությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ ներսում, մյուսը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին։ Այո, թերևս կարելի է առանձնացնել երկու հիմնական պատճառ, մեկը դա շփումը ուղղակի նվազեցնել վարորդ եւ ճանապարհային ոստիկան, որն իր մեջ ունի նաեւ հակակոռուպցիոն ուղղվածություն, բայց նաեւ այստեղ մենք ունենք որոշակի հաստիկներ կամ ուժեր խնայելու խնդիր։ Եվ բնական է հնարավոր չէ բոլոր ճանապարհների վրա կամ խաչմերուկներում վերակարգեր տեղադրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, այս համակարգը փաստորեն գալիս է փոխարինելու ճանապարհային ոստիկաններին։ Եվ մյուս կողմից այն բոլոր տեղերում, որտեղ մենք խնայենք այդ հաստիկները կամ ուժերը կուղղվեն փաստորեն այլ վայրեր, ավելի մարդաշատ վայրեր, որտեղ միջորս թերևս անհնար է եղել հասանելի ոստիկանություն դարձնել։ Այսինքն այնտեղ որտեղ տեսախցիկներ են տեղադրված, ավտոտեսուչը անելիք չունի։ Եթե հիշում եք, տարեվերջին, երբ որ բացվում էր խախտումների արձանագրման կենտրոնը, հանրապետության նախագահի կողմից նաև նման հանձնարարական եղավ եւ արդեն իսկ ոստիկանության պետի կողմից հանձնարարվել է ծառայության ձևը փոխարինել եւ նվազեցնել այն բոլոր վայրերում, որտեղ կան համապատասխան տեխնիկական սարքեր, նվազագույնի հասցնել ճանապարհային ոստիկանների ներկայությունը։ Իհարկե, դեպքեր, երբ որ ուղղակի հարբած վիճակում է վարորդը տրանսպորտային միջոցը վարում, ինչը ուղղակի կասկած է հարուցում ճանապարհային ոստիկանների մոտ, նման դեպքերը չի կարող ֆիքսվել այս համակարգերի միջոցով եւ այստեղ է որ կարող է նաեւ միջամտել ճանապարհային ոստիկանը։ Մյուս նպատակը, որը կարծում եմ ավելի կարեւոր նպատակ է, համակարգերի ներդրման խնդիրը առավելագույնս նվազեցնել պատահարների թիվը։ Այս համակարգերը հնարավորություն են տալու կանխել փաստորեն պատահարների հնարավոր խախտումների դեպքերը, պատահարները եւ բնականաբար մարդկային զոհերը եւ ցավալի այլ հետևանքները, վնասվածքներ, վիրավորներ եւ այլն։ Ես համոզված եմ, որ այս համակարգի ներդրման արդյունքում ել ավելի զգոն են լինելու մեր վարորդները, պահպանելու են ճանապարհային երթևեկության կանոնները եւ վերջին հաշվով կարգուկանոն է մտնելու այս ոլորտում մեծ մասամբ։ Այսօր առաջին օրն է, բայց ենթադրում եմ, որ արձագանքները կան արդեն։ Որևէ փոփոխություն դուք ինքներդ նկատել եք այն փողոցներում, որտեղ տեղադրված են արդեն տեսախցիկներ։ Ճիշտն ասած, այսօր արդեն իսկ օրվա երկրորդ կեսին ես փորձել եմ նաև խոսել որոշակի անձանց հետ, մարդիկ, որոնք համապատասխան ուղղություններով փորձել են երթևեկել, եւ շատ դրական է արձագանքը այն առումով, որ հիմնականում մարդիկ զգուշանում են, փորձում են արագությունը պահպանել նորմայի սահմաններում, եւ իհարկե մենք միայն չպետք է բավարարվենք այս վայրերով։ Եվ արդեն իսկ նաև ոստիկանապետի կողմից հանձնարարական է եղել համապատասխան կազմակերպության առաջարկ, որ այս տարվա ընթացքում ավելի շատ մինչև առաջիկա 3-4 ամիսների ընթացքում հնարավորինս փակենք Երևան քաղաքը եւ մարյուղիները համապատասխան տեխնիկական սարքերով։ Երբ մոտավորապես։ Նախատեսվում է առաջիկա 3-4 ամիսների ընթացքում արդեն իսկ տեղադրել եւս 50 ռադարներ։ Մայրաքաղաքը ամբողջությամբ։ Մայրաքաղաքը հնարավոր մարյուղիների վրա ամբողջությամբ 50 ռադարներ եւ մոտ 30 խաչմերուկներ նույնպես հագեցնել այստեղ։ Իսկ մայրաքաղաքից դուրս երբ եք հետաքրքրվում։ Համաձայն
պայմանագրի գիտեք ներդրող կազմակերպություն կա, որը շահել է համապատասխան մրցույթը, նախատեսվում է 13 թվականից սկսած նաև այլ մարզերում նույնպես տեղադրման աշխատանքներ կատարվեն։ Կարծում եմ տարեվերջին մենք հիմնականում մեծ երկու գոնե մարզկենտրոններում հնարավորություն կընձեռենք, որպեսզի նման համակարգեր տեղադրվեն։ Իսկ մայրուղիները, որտեղ քիչ թվով պատարներ չեն տեղ։ Իհարկե, երբ որ ես նշում եմ 50 ռադարներ, մենք նաև հիմնականում հաշվի ենք առնում հիմնական մեծ մայրուղիները Երևան-Գյումրի, Երևան-Սևան եւ դրանից եւ միաժամանակ Երևան-Արարատ հատվածով նույնպես տեղադրվեն այստեղ։ Պարոն Օսիկյան, համակարգը ներդրված է, իսկ անհատի միջամտությունը այստեղ ինչպիսին է, եթե դա ձեր գաղտնիքը չէ դեռ։ Այսինքն, եթե ես խախտումը թույլ եմ տվել, դուք կարող եք ինձ ներել շրջանցելով համակարգը։ Ներել կարելի բացառապես արդեն իսկ վարչական բողոքի հիման վրա, երբ որ վարչական խախտում կատարած անձը հնարավորություն է ունենում համապատասխան ծանուցումը ստանալուց հետո 10 օրաժամկետում կարող է բողոքարկել։ Իհարկե բողոքարկման հիմքերը եւ ներելու հիմքերը բացառապես օրենքով նախատեսված են, դրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով են եւ միաժամանակ ներելու հետ կապված վարչական բողոքների կարելի է միայն այն դեպքերում, երբ որ ուղղակիորեն կողմը բերում է բավարար ապացույցներ, որ փաստացի ինքը չի վարել մեքենան եւ այլն։ Սա արդեն մեկ այլ փուլ ենք մտնում, ոչ թե ներման, այլ ուղղակի վարչական ակտի հասցեատիրոջը ճշտելու փուլ ենք մտնում, ինչը մենք պրակտիկայում կարծում եմ սահմանված կարգով կիրականացնենք։ Մյուսը, այն խաչմերուկները կամ այն հատվածները, փողոցները, որտեղ այդ տեսախցիկները դրած են, ինչ դիապազոն է տեսախցիկի ուշադրության կենտրոնում գտնվում, այսինքն դրանից դուրս տեղի ունեցածի հետ ինչպես պիտի վարվել։ Վարորդը գիտի, որտեղ են իրեն հսկում, այդտեղ զգուշ է մեքենան վարում։ Դրանից դուրս Շատ լավ, ես նշեցի, որ սրանով այս համակարգի գոնե այս փուլում ճանապարհային ոստիկանությունը որպես այդպեսին չի վերանում։ Բնական է կա ճանապարհային ոստիկանություն եւ համապատասխան կարգով նորից հսկողություն իրականացնելու են ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Եվ այդ առումով ձեր նշած արդեն իսկ հատվածից դուրս բնական է իրենց գործառույթները կիրականացնեն ճանապարհային ոստիկանները։ Վարորդը ասացիք բողոքարկման իրավունք ունի։ Այո, ստանալով նշեմ, որ ընդհանուր առմամբ վարչական վարույթի փուլեր գոյություն ունեն, երբ որ ճշտվում է խախտման իսկությունը, դա 7 օրյա ժամկետ է խախտումը կատարելուց հետո, այնուհետև 7 աշխատանքային օրվա ընթացքում վարչական տուժ նշանակելու մասին որոշում է կայացնում։ Նշեմ, որ բոլոր իրավական ակտերը այս վարույթի հետ կապված արդեն իսկ հաստատվել են կամ ճանապարհային ոստիկանության պետի կամ ոստիկանապետի կողմից, կան բավարար իրավական ակտերը, եւ այս 14-7 գումարած 7 աշխատանքային օրվա ընթացքում տուժի մասին որոշումը կայացվում է, երրորդյա ժամկետում առաքվում է համապատասխան հասցեով, իրազեկվում է քաղաքացին եւ իրազեկմանը հաջորդող 10 օրվա ժամկետում կարող է բողոքարկել վարչական կարգով։ Եթե բաց է թողնում ժամկետը, ապա երկամսյա ժամկետում կարող է նաեւ դատական կարգով բողոքարկվել։ Ենթադրենք խախտումը չնչին է կամ աննշան։ Փողոցում սահմանված է 70 կմ/ժ արագություն, ենթադրենք վարորդը խախտում է 75 կամ 80 մինչև ասենք։ Փոքր խախտում է համարվում նախ։ Սա խախտում չի համարվում։ Խախտում չի համարվում։ Ոչ։ Համաձայն օրենսգրքի վարչական իրավախախտումների սահմանված արագությունը պետք է ուղղակի գերազանցվի 11 կմ/ժ արագությամբ, նախատեսված է 60 կմ/ժ արագություն, 71 եւ ավելի ուղղակի գերազանցելու դեպքում 11 կմ/ժ արագությունը գերազանցելուց հետո միայն վրա կհասնի պաստորեն պատասխանատվություն։ Իսկ հետիոտնի խախտումները այս կարգը չի նախատեսվում հետնիոտնի կողմից կատարված խախտումների արձանագրում, դա արդեն իսկ ճանապարհային ոստիկանների կողմից հնարավոր է արձանագրել։ Պարոն Օսիկյան, մի բան էլ, որը շատ կարևոր է, հատկապես մայրաքաղաքի համար։ Դուք եք ընդունեք, որ մեր կանգառներում առհասարակ երթևեկությունը, երթուղային տաքսիները մենք հատուկ նշագծումով տեղեր առանձնացրեցինք կանգառները, որտեղ պիտի կանգնեն, չեն կանգնում։ Դա հիմա տեսախցիկի ֆունկցիան է, թե ոչ։ Ուրեմն երբ երթևեկության կանոնը խախտում է, ենթադրենք երթուղային տաքսին եւ թույլ է տալիս կոպիտ խախտում։ Դա կոպիտ է համարվում, երբ 2-3 շարքով կանգնած են ոչ թե կանգառում, այլ կանգառից էլ դուրս։ Բանն այն է, որ խաչմերուկների եզրերին ես շատ նկարագրեմ պատմում։ Բանն այն է, այնտեղ որտեղ որ հնարավորություն կունենա տեսախցիկը ֆիքսելու, այդտեղ մենք նույնպես արձանագրում խախտում կունենանք արձանագրված, այն կանգառները, որոնք ավելի հեռու են խաչմերուկներից, բնական է այստեղ այս պահին գոնե հասանելի չի լինի տեսախցիկի միջոցով ֆիքսել եւ արձանագրելը։ Բայց ցանկացած տիպի թե կանգառների նշանների հետ կապված կանոնների, թե այլ նշանների, շրջադարձ, համապատասխան հոսքծի հատման դեպքեր եւ
բոլոր նման տիպի խախտումները, որոնք հնարավորություն կունենա խաչմերուկներում տեղադրված համակարգը ֆիքսելու, անպայմանորեն ֆիքսվելու են եւ արձանագրվելու։ Համակարգը ներդրվեց, ենթադրվում է, որ պետավտոտեսուչների կամ ոստիկանների քանակը պակասելու է, այդպես է։ Դուք ուզում եք թեթևացնել նաև ձեր կազմը այս ենթադրվում է եւ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարական, որ քայլերը այսպիսի հաջորդականություն կունենան այն վայրերում, որտեղ կտեղադրվեն բնական է մենք ունենանք ուժերի խնայողություն, ճանապարհային ոստիկանների, ինչը ենթադրում է, որ այդ ուժերը ուղղել այլ փաստորեն հատվածներ դեպի ծառայություն իրականացնելու համար ավելի մոտ մարդաշատ բնակչությանը, որոնք կարիք ունեն իսկապես ամենօրյա նաև հսկողության որոշակի պաշտպանության եւ ապագան իհարկե նրան է գնալու, որ ճանապարհային ոստիկանությունը, երբ որ մենք ավելի կհագեցնենք այս տեխնիկական միջոցներով, ճանապարհային ոստիկանությունը հնարավոր է նաև բարեկային ծառայության վերափոխվի։ Եվ կրճատվի կազմը։ Դրանով հանդերձ հնարավոր է, չեմ կարող ասել միանշանակ կրճատում, բայց գոնե այն տեղերում, որտեղ իսկապես հանրայությունը չկա, կարող են այդ ուժերը կրճատվեն, սակայն մեկ այլ ծառայություն համադրել։ Մենք հաստատ ինչ որ երկրի փորձից օգտվում ենք։ Որ երկիրն է այստեղ։ Եթե վերաբերում է խոսքը այս սարքերի տեղադրմանը եւ նման սարքերի միջոցով հսկողություն իրականացնելը, որը ավելի արդյունավետ է, որը ավելի օբյեկտիվ է, կարծում եմ, գրեթե բոլոր եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում նման համակարգեր դրած են, այսինքն արևմուտքը անցել է այս ճանապարհին, ինչու՞ չէ, նաեւ մեր հարևաններից կան տեղադրած Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում եւ բնականաբար մենք ինքներս չենք կարող նոր հեծանիվ հորինել եւ ճանապարհային երթևեկությունը կանոնակարգելու առումով սա համարվում է լավագույն միջոցներից մեկը։ Ես տապատական չեմ հարցնում, այդ երկրներում էլի սկզբանե երբ գնացել են համակարգի ներդրմանը, մտածել են շփումը վարորդի եւ պետավտոտեսուչի բացառել։ Գերխնդիրը դա է եղել։ Ոչ միայն բացառելը, խնդիրը նա է, որ թվականակ նման հաշվի առնելով զարգացումը տրանսպորտային միջոցների ամեն տարվա վրա ուղղակի մեծ քանակությամբ նոր տրանսպորտային միջոցներ են ավելանում եւ ուղղակի հնարավոր չէ հասնել այդ մեծ քանակության յետևից եւ կանոնակարգել, դրա համար ուղղակի պետք է ամեն տարի ավելացնել նաեւ ծառայողների թվականակը եւ այս համակարգը ուղղակի լավագույն լուծումներից մեկն է, որ կարողանանք պատշաճ հսկողություն իրականացնել եւ կարգուկանոն իրականացնել։ Տեսախցիկը հնարավորություն է տալիս գիշեր ու զոր հետևել տրանսպորտին, այսինքն գիշերային խախտումներն էլ կարծենա։ Այո, միանշանակ։ Իր տեխնիկական հնարավորություններով ավտոմեքենայի համար այո, միանգամայն մենք արդեն իսկ բազմաթիվ փորձարկումները անցել ենք եւ նաեւ հնարավորություն է տալիս ուղղակի տարածության վրա որոշակի մինչեւ 50 մետր տարածության վրա նաեւ ընթերների ձևով վերցանել համապատասխան համարանիշը արդեն իսկ արձանագրության։ Ուրեմն երբ ժամանակին որոշվում էր, որ վարորդները պետք է անպայման ամրագոտիներով երթևեկեն եւ այսպիսի մի նմանատիպ ակցիա էր, որը իր հոգեբանական ազդեցությունը կարծես թե ունեցավ եւ անկախ նրանից ով եղեկին նստած սկսեցին օգտվել ամրագոտիներից։ Ինչ որ մի ժամանակ անց հետո թուլացավ այդ ճնշումը վարորդների վրա պետավտոտեսուչների կողքից եւ ելի նորից հայտնվեցին արտոնյալներ։ Հիմա ես նորից գալիս եմ այն մտքին, որ մենք հայկական իրականությունում ենք համակարգ է գործելու։ Կլինեն համակարգում էլի արտոնյալներ, ովքեր իրենց թույլ կտան այդպիսի բան եւ անպատիժ կմնան։ Գիտեք, այս դեպքում թերևս շատ կոպիտ խախտումների մասին է, գիտեք։ Հասկանում եմ, այստեղ հաշվի առնելով, եթե խոսք այս համակարգերին է վերաբերում, ուղղակի պետք է նշեմ, որ մարդկային գործոնը նվազագույնի է հասցված եւ այստեղ ինքը համակարգը չի կարող ընտրել կամ գոնե որոշակի դասակարգում մտցնել արտոնյալ եւ ոչ արտոնյալ եւ միանշանակ կարող եմ հայտարարել, որ այս համակարգերի միջոցով անկախ նրանից թե ով է տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ ով է խախտումը կատարել, սահմանված կարգով խախտումը արձանագրվելու է եւ վարչական ակտը հասցեագրվելու է։ Երբ է իմանում նա այդ մասին։ Ես նշեցի, մոտ առապես, եթե վերցնենք ընդհանուր հաշվարկներով, առավելագույն ժամկետը կարող է լինել 19 օր։ Պարոն Օսիկյան, ոստիկանությունում վերջին ամիսներին եւ հին տարվա ավարտին եւ նոր տարվա սկզբին, հատկապես ոստիկանության պետի փոփոխությունից հետո չկա մի օր, կարծես թե որ տեղեկատվություն չլինի կադրային այս կամ այն փոփոխության մասին։ Նախ ինչ նպատակով է դա արվում եւ միջև երբ է շարունակվելու եւ արդյոք կապ ունի կադրային այս շարժը նաեւ ձեր այս ակցիայի հետ։
Ճիշտ ասած, ոստիկանության պետը բազմիցս առիթ է ունեցել անձամբ կամ մեր համապատասխան ծառայության միջոցով հարցի պատասխանը հստակ ձևակերպել, թե ինչ նպատակ է հետապնդում, կարծում եմ նորմալ բնականon ընթացք է, ինչը տեղի ունենում ցանկացած նման կարգի փոփոխությունների դեպքում եւ միաժամանակ նշեմ ճանապարհային ոստիկանների կրճատմամբ չի միայն պայմանավորված կամ թվականակի, ընդհանուր առմամբ տարեվերջին ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ստեղծվել է աշխատանքային խումբ եւ հատկապես ապարատը վերադասման մեր ապարատում տեղի ունենում որոշակի փոփոխություններ, կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները աշճանաբար կրճատվելու են կամ միաձուլվելու են, իսկ թվականակը այսօր արդեն իսկ համապատասխանվելիություն եւ նաեւ թվականակի առումով փորձ է արվելու ավելի թեթևացնել կամ որոշակի իմաստով ծանրաբեռնել տարածքների եւ ոչ թե ապարատը։ Այս առումով նույնպես գործուն քայլեր են կատարվում։ Այսինքն ավելորդ մարդիկ կան, պիտի ազատվեն նրանցից։ Խնդիրը կայանում է նաև գործառույթների իրականացում եւ որոշակի հաստիկներ համադրումը։ Դրանց համադրումը ցույց է տալիս, որ իսկապես որոշ դեպքերում դերևս կարելի է մեկ գործ անել ոչ թե 3 հոգով, այլ 1 հոգով։ Շատ դեպքերում Հայաստանի քաղաքացիները դժգոհում են ոստիկանների կրթվածության աստիճանից։ Չգիտեմ, դուք համաձայն եք այդպիսի բողոքների հետ, թե ոչ, եւ առասարակ, ինչ պիտի անել, որպեսզի ոստիկանը հասարակության մեջ վերադարձնի իր նկատմամբ վստահությունը, որի մասին շատ է խոսվում, եւ ավելի քաղաքավարի վարվի Հայաստանի քաղաքացու հետ, ում հետ ինքը բազմիցս շփվում է։ Եվ այս ուղղությամբ արվող քայլերը, եթե արվում են այդպեսին, որևէ պտուղ տվել են միջև։ Գիտեք, նախ պետք է նշեմ, որ իսկապես շատ լուրջ խնդիր է միանգամից ամբողջությամբ գոնե փոխել մարդկային որակը կամ երբ խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին եւ միանգամից բոլորին բերել մեկ հարթության վրա քաղաքավարի վարվելաձև, գիտելիքների պատշաճ մակարդակի ապահովում։ Ես մի կարճ ուղղակի կարևոր նկատառում ցանկանայի նշել, նախորդ տարի մենք կրթական բարեփոխումները ավարտին հասցրեցինք, ինչը ենթադրում է, որ մենք ստեղծեցինք երաշտյան կրթական համակարգ։ Անցյալ տարեվերջին նոյեմբերին մենք առաջին անգամ ստեղծվեց մեզ քոլեջը ոստիկանության եւ արդեն իսկ այս նոր կրթական համակարգով նոր ամբողջությամբ նոր առարկաներ են ուղղակի ներմուծվել եւ նոր մեթոդոլոգիա է ներմուծվել կրթական համակարգում եւ նախատեսվում է ուղղակի ձեր նշած մոտեցումները ներդնել հայ կրթական ոլորտում եւ առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք ունենանք շրջանավարտներ ոստիկան մասնագիտությամբ առաջին անգամ որպես նախնական մասնագիտություն 2 տարի հետո մենք ունենանք քոլեջը ավարտած նոր երիտասարդներ, որոնք կարծում եմ փալուն երիտասարդներ են լինելու եւ ավելի ուշ մենք 4 տարի հետո կունենանք նաեւ մագիստրատուրա ավարտած շրջանավարտներ, որոնք ամբողջությամբ տիրապետելու են ոստիկանի իսկապես պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանող այն գործիքներին, որի անհրաժեշտությունը մենք իսկապես ունենք։ Ինքը երկարաժամկետ է կրթական ծրագրի իրականացման արդյունքները ստանալու առումով, իսկ ինչ վերաբերում է այսօր, իսկապես այսօր կան մի շարք ուղղություններ չսպասել նոր կրթական բարեփոխումների արդյունքներին, այլ այսօր եղած կադրերին վերապատրաստել կրթել ինչի ուղղությամբ իսկապես քայլեր կատարվում են եւ կարծում եմ մոտ ապագայում մենք նույնպես դրականատես կլինենք։ Տարեվերջը ընդունված է նաև ամփոփումների շրջան համարել, բոլոր ոլորտները, գերատեսչությունները ամփոփագրեր են ներկայացնում են նաև կարոտած մեծ մասամբ դրական են գնահատում իրենց աշխատանքը։ Դուք գոհ եք ձեր կատարած աշխատանքից։ Հիմնականում այո, հաշվի առնելով որ այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսված էր գոնե մեր բարեփոխումների ծրագրով, դրանք շուրջ 200 միջոցառումներ էին, որոնք նախատեսված էին 90%-ով կարելի ասել ամբողջությամբ կատարված են այդ միջոցառումները, մնացած 10-ը որոշակի ֆինանսական խնդիրների պատճառով ընթացքի մեջ են եւ կավարտվեն առաջիկա 4-5 ամիսների ընթացքում։ Միայն մեկ փաստ նշեմ, որ միայն 150 իրավական ակտեր են ընդունվել կամ ազգային ժողովի իրավական օրենքներ են կամ կառավարության որոշումներ կամ անգամ ուղեցույցեր են մշակվել եւ ընդունվել, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանին առավելագույնս ուժի գործադրման, բանակցություններ վարելու հետ կապված նոր ուղղակի մեթոդներ, նոր կուլտուրա, ինչը նախկինում երբևէ չի եղել։ Եվ նշեմ, որ արդեն իսկ մեր այս համապատասխան օրենսդրական դաշտը եւ ուղեցույցերը, որը մշակեցինք մենք ԵԱԿ-ից եւ ընդունվեց ոստիկանության պետի կողմից, արդեն իսկ մի շարք երկրներ վերցրել
որոշել են որպես իրենց համար ուղենիշ եւ փորձելու են նաեւ իրենց մոտ ներդնել։ Այմ նշած այս ուղեցույցները նաեւ մեր կրթական ծրագրերի մեջ են ընդգրկված, թե ինչպես պետք է վարվել քաղաքացիների հետ, հասարակական կարգի պահպանության ընթացքում անգամ օրինակներով, ինչպիսի քայլերի պետք է գնալ, ինչպես պետք է բանակցել, ինչպես պետք է հասարակության հետ շփվել, այսինքն խնդիրներ եւ ուղղություններ, որոնց կարիքը մենք երկար ժամանակ ունեցել ենք եւ փառք Աստծո, որ արդեն իսկ դրան հասել ենք եւ ունենք։ Շատ բարի։ Շնորհակալություն, պարոն Օսիկյան, եւ վերջում մեկ անգամ եւս հերոստատիտողին հիշեցնենք, որ տեսախցիկների համակարգում ներդրված է եւ կարգուկանոն հաստատելը անբեկանելի է։ Պիտի հետևել կարգուկանոնին եւ չփորձել շրջանցել դրան։ Միանշանակ ես նույնպես առիթից օգտվելով կոչ եմ անում մեր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ի նկատի ունենալով, որ այդ համակարգը առաջին հերթին ուղղված է մեր հասարակական անվտանգությանը եւ առանց հասարակական անվտանգության ուղղակի մենք չենք կարող ունենալ հաջողություններ։ Շնորհակալություն։ Այսքանը։ Այսպեսին էր հարցազրույցի այս թողարկումը, իմ զրուցակիցը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։ Հաջողություն։